5-րդ ալիքը Լույս հիմնադրամի աջակցությամբ ներկայացնում է։ Բարի տեսություն, սիրելի բարեկամ։ Հանդիպում առ հանդիպում խորապես կճանաչենք բոլոր նրանց, որոնց անունները կապվում են ուղեագիտության, ուղղության, ստեղծմանն ու զարգացմանը։ Ընդհանրական կողմերով դուք այդ ուղղության ընթացքի մասին տեղեկություն ունեք, բայց մենք կանդրադառնանք յուրաքանչյուրին առանձին, որովհետև նրանցից ամեն մեկը ոչ միայն պլպուղու զրույցների ներկայացմամբ է ճանաչ, այլ նաև արցախյան եզերքի յուրահատուկ բներանգն է կրում։ Այսօր մեր ճանաչողության հանդիպումը Հրաչյա Բեգլարյանի հետ է։ 1998 թվականին լույս է տեսել «Կատակում է պլպուղին» ժողովածուն։ Ժողովածու, որը ներկայացվել էր որպես տառապանքից ծնված չխլվող ժպիտ ու արցախցու ապրելու ուղենիշ խոսք։ Հրաչյա Բեգլարյանը գրում է. «Կազմելով «Կատակում է պլպուղին» եռահատոր գիրքը, ես ձգտել եմ հեռու մնալ տպագրված անեկդոտներից, ընթերցողներին մատուցել նոր զվարճախոսություններ։ 1998 թվականին տպագրվեց առաջին գիրքը։ Անդրադառնալով իմ հավաքած հարուստ նյութերին, համոզվեցի, որ պլպուղին սոսկ առակախոս չի եղել։ Իմաստուն են նրա խորհուրդներն ու նրա այլաբանական զրույցները։ Դրանց կողքին պետք է նկատել հրաշալի խրախճանքներ, բժշկական ժողովրդական խորհուրդներ, ավանդապատումներ, ղարաբաղյան խաղիկների գրական գոհարներ։ Ինչ փույթ, թե այդ բոլորը հաստատապես չի արել մի մարդ, ներկա դեպքում ասենք պլպուղին։ Կարևորն այն է, որ ժողովուրդն իր համար իրական կերպարից ստեղծել է իր լեգենդար հերոսին։ Լսենք Հրաչյա Բեգլարյանի պլպուղու պատումները։ Մինոր Մելիք Շահնազարը պուղուն խնդրում է։ Ապու, չուքանում եմ, ճարոնիստս։ Խնջր կեր, Մելիք Շահնազար, թո խնջր, քլը խնջր։ Մինամսանը ետը Մելիքը մին հապուր վասկ է յացում պուղուն ջուբը։ Ես ինչու հոտ է յա։ Խնջերին հետի, կերալում պիրակա։ Անցնում ամի խիլա ժամանակ, Մելիք Շահնազարը նույց պուղուն կողքնակյամ։ Ապու, ճարոնիս, ыրա, հուշս կորում է։ Ենի քեզ հյուշել էլ։ Էդա գյուդում թայի լալա։ Դևերի լալա, խնջր կեր, թոշը կերմյուր, քաղցր, խնջր։ Մելիքն ես դնում նելա պուղուն մին լավ ճիրում։ Ընցնում ա ժամանակ Մելիքը էլա բողոքում ա, դերդանում։ Փորս գիրինգերան ցավում ա, հանցա մինը մեջա մխաթավ ծկեիսինի, հինչանի։ Տենձս կերավ, տրան հտ է յա, խնջր կեր, խնջր։ Մինոր Մելիքը էլա պուղուն ընջուկեն ասում ա. Ապուղ, ճարոնիստս, օրս բկասում ա, հանցա պռավում եմ։ Պահո, Մելիք Շահնազար, էտ օր նսնգալ, խնջր կեր, խնջր, վերուժիղանաս։ Իսկականից վերի թրաշ խնջերը ամեն դնում փրկում ա Մելիքին։ Ապուղ, մի հրամ անտոյի մնում ա, թող վարանդումը լող մարդիկ խնջերու բաղեր տնգին։ Զարգար հակուպեն էլ ասե, թող մին վսկ է խաչ սարք է, անըմտինի խնջերու խաչ, տանետինի բուլուխան են կլխեր, թող լող մարդիկ գիդան, վեր խնջերը ամեն հինչու դերվելա։ Ու կատարվում է Մելիքին հրամանը։ Սա Ղարաբաղ, ավելի շատ վարանդեն շրջանումը շտանում են խնջր բաղերը։ Դրան հտ է դղ մարդիկ ըպրեյսինել էրկան ու առողջ, ու ամեն տղ պուղուն խրատանա, օրանը մին խնջր օտողը դողտուրու չքինիլ։ Դիել մինչև վերջ, Ղարաբաղու վերքինայիս այլ հիվանդեն կողքը միշտ խնջը այլ տնեիս, հվտալա վերտա օտողը շուտ վլնը կփրնե։ Հտեք դիա մեր խնջերը։ Բա ես մին պատմությունը գիդումս։ Վերը։ Ես մարդը Ղարաբաղցի չի։ Չէ գիում չում։ Դեսկաց պատմի։ Մինոր շուշվա բզարը հվակված տակ-տակ խոսում են, վերտա անց մտացավ պլպուղին։ Բարև, բարավ տսենք, պուղ է աղբեր։ Ամեն ընգյունամուտանը մին ու ծերք տան պուղուն։ Տա անց մեջան մինը հենար մուլոր մուշկու վը նկացած։
Այս մարդը Ղարաբաղցի չի։ Ասմա պուհուն հնգեր Ղազարը։ Դուզա, բա ինչ գիտացել, հստադում ամի շուշվծե։ Վեր Ղարաբաղցիներ, ուղուն կչինեն չեր։ Սիրելի բարեկամներ, ամեն մի զրույց Արցախցու իմաստնության ու կյանքը կառուցելու յուրահատուկ բանաձևի մասին է։ Պլպուղու մտքում ու խոսքում են բոլոր բանալիները։ Ու այո, բոլոր արցախցիները մեծ թե փոքր ճանաչում էին նրան։ Պլպուղու ճանաչողությունը Ղարաբաղցուն մյուսներից տարբերելու չափանիշ էր, բայց եւ կարծում եմ գրեթե բոլորը ճանաչում էին նաեւ Հրաչյա Բեգլարյանին, նրա ստեղծագործություններով։ Խոխեք, իսկ դու գիտում եք ով Հրաչյա Բեգլարյանը, ճինենչում եք ուրան։ Ես գիտում եմ, ուրան տսաշչում, բայց ուրան երկը լոխն գիտում։ Մենակ Ղարաբաղցեք վեճ, ուրան երկհավնն Ղարաբաղցուս ճինենչում ամեն տեղ։ Դե հա, ու չգիտում Ղարաբաղցի երգը, պատվել գիտե միշտ իր հյուրին, գիտե գինը աղուղացի։ Ռչան ես գիտացամ, վե այդ երգը միշտ իլալա, բայց հետո վեր մծացամ, հասկացամ, վե այդ երգը մենակ Հրաչյա Բեգլարյանը չկիրար, տալող Ղարաբաղցի կնկիրար։ Այո, ապրեք, Հրաչյա Բեգլարյանի բնութագրությամբ են Արցախցուն ճանաչում մի սրտաբաց, հյուրասեր, ընկերոջ համար կյանքը տվող, արդարադատ, մշակ ու շինարար, գիտնական ու զորավար, շանթ ու կրակ Ղարաբաղցին։ Հրաչյա Բեգլարյանի ստեղծագործությունները Արցախի հոգևոր հուշարձանն են, նրա Արցախ նամեի 10 հատորներում։ Նրա բոլոր ստեղծագործություններում բաբախում է արցախցու մաքարող սիրտը։ Նա ծնվել է 1934 թվականին Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում։ Ստեղծագործական, կազմակերպչական ակտիվ գործունեություն է ծավալել Արցախի գրողների միությունում։ Գլխավորել է Արցախ գրահրատարակչությունը, հանդիսացել Պլպուղի երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը։ Նա մահացել է 2009 թվականին թողնելով գրական մեծ ժառանգություն եւ պայքարող արցախցու ազնիվ անուն։ Մեր հրաժեշտը նրա կանչով ամփոփենք։ Երեք ղարսդ անիտ վանդ, այսօր ահա Նախիջևանդ, հերթը ասավ Ղարաբաղիդ, թե որ դա էլ ձերքից առան, ոնց կպահես Երևանդ։ Քեզ եմ ասում, իմ Ղարաբաղ, ուշանում է ավարայրդ։ Մեզ ելնելու սարեր կան դեռ, քարեր, սարեր, դարեր կան դեռ։ Պենդ կացեք, տեմք կացեք։